Կամաց գնամ, տեսեք ձեզ ինչ սիրուն կադր եմ հիմա ցույց տալիս։ Նայեք ինչ լավն են։ Այսօր պլանավորում եմ այս գեղեցկուհու ամանը փոխեմ։ Շաֆլերայա ինքում ծանոթա, պալմազգիա։ Արդեն ոնց որ թե ամանը փոքր է իր համար։ Գալիս ես իրար հետ լվանանք տերևները, Արտյոմ։ Այս բույսը շատ սիրում է, որ իրան ցողեք այսպես տերևները, այնպես որ եթե ունեք շաբաթական գոնե 2-3 անգամ արեք, շատ լավ են աճում։ Նոր հիմա բարի լույս, աղջիկներ ջան, այսօր իմ մոտ մաքրության օր է, ծաղիկներին եմ հասել, ճիշտն ասած այդպես էլ գլոբալ մաքրություն չեմ անում, որովհետև եղանակը դեռ խառն է։ Մի քանի ծաղիկ ունեմ, պիտի տեղափոխեմ, մեկը մեկի մեջ այդպես ամաններով տեղափոխեմ, ընթացքում է ցույց կտամ ինչ ունեմ։ Հազիվ մի փոքր արև տեսանք, արդեն որ բսնել էինք, այնքան անձրև եկավ։ Տեսեք, ուրեմն լիմոնն էլ եմ հանել։ Նայեք մի հատ ինչ բերքի է դուրս եկել։ Սա ցոգոլ է։ Այստեղ արդեն մեծ լիմոններն են, որոնք որ ավելի շուտ են ծաղկել ու շարունակում է ծաղկի, նայեք։ Վերջում կհիշեցնեք, ձեզ լայֆխակ եմ ասելու մի հատ, ով որ ունի լիմոն ու չի ծաղկում, կամ ծաղկում է, ծաղկավիժում անում, ես ձեզ ասելու եմ ոնց անեք, որ ինքը բերքի դուրս գա։ Մյուս կողմում էլ կա լիքը, դեռ շարունակում է ծաղկի, այսենց։ Լվանամ տերևները, այս էլ աղջիկներ, գիտեք ինչա, իրա տերևները կարմիր է լինում, ուրա նայեք էստեղ կար, այսա տեսեք, այս մեկն է չգիտես ինչի մնաց է ու երկար ժամանակ է ինչ չի կարմրում իրա տերևները, բայց ինքը ընդհանուր կարմիր է լինում, հիմա տեղափոխեմ, միգուցե դնեմ ավելի արև տեղ ու ինքը կարմրի, բադիկներս էլի դուրս եկան, այստեղ էլ տեսեք բանան ունեմ, տակից արդեն ճուտի կա տվել, բայց քանի որ իրա տեղը շատ անհարմար է, տեսեք տերևները ճղճղվել է, Արտյոմը անընդհատ գնում գալիս պոկում է, պատուհանի վրա էլ իրա տերևները այրվում են, հիմա տեսնեմ ինչ կարող եմ մտածել, նայեք ինչ սիրունություն եմ ցույց տալիս, բաց թողենք մի քիչ խոտերից ուտի, թելերից հետո իմ երկրորդ հոբին է, զբաղվում եմ նաև նապաստակներով, շատ եմ սիրում։ Գեղեցկուհի է մի հատ։ Սիրուն։ Վախեցել է, որովհետև առաջին անգամ է դուրս եկել, ես այստեղ արդեն մի հատ աման դատարկել եմ, տանեմ փոխեմ ինչ-որ բան, մինչև ինքը ընտելանա։ Վերգինեին խնդրեցի, որ գա նապաստակի մոտ մնա, մինչև ես գնամ հող բերեմ։ Վերջ արդեն ակտիվացել է, պտտվում է իրա համար։ Արի քեզ սիրեմ։ Գրեք տեսնեմ դուք էլ եք սիրում նապաստակներ, չնայած իրանց ոնց հնարավոր է չսիրել։ Հե? Ինչի՞վո։ Սիրուն։ Չեմ սիրում։ Ես իմ նապաստակներին եմ սիրում, դուք ձեր շունիկին սիրեք։ Այս մեկը չի հարկի էլի ունենք, բայց քանի որ իրանք
լաչառեն ու կռվում են իրար հետ, այստեղ նենց են իրար ծեծում, հիմնականում աղջիկներ են, նապաստակները, որ բաց ես թողում այստեղ, փոխանակ իրանց համար պտտվեն, խոտ արածեն, հարձակվում են իրար վրա ու սպանում իրար, դրա համար աշխատում եմ առանձին իրանց դուրս թողեմ։ Շաֆլերան որոշեցի փոխեմ երեխեք ու գիտեք ինչ հետաքրքիր բան եղավ, ուրեմն ամանը դատարկեցի, որոշեցի, որ հողը ամբողջովին փոխում եմ, ամանը դատարկում եմ ու տակից այսենց մի հատ սոխուկ է հայտնվում, ես գիտեմ, որ Շաֆլերան սոխուկ չունի, ինքը տեսեք, սենց արմատներով է, հիշում եմ, որ մի տարի առաջ ինձ երկու այսպիսի սոխուկ էին նվիրել, կիմանաք կալայի նման ծաղիկներ կան, այսպես սուր ծաղիկներով, մոտավոր նման է կալային, բայց կալա չի ինքը։ Ու քանի որ ես տեղ չունեի, որ դնեմ, դրեցի Շաֆլերայի այդ ամանի մեջ, մինչև փոխեմ, մեկը ծլեց, փչացավ, մյուսն էլ անհետացավ, մտածեցի հոտել է, բայց հնարավոր է, որ մի տարի հետո նոր այսպիսի ծլեր տա։ Շատ ամենատակից եմ գտել իրեն, միգուցե շատ խորն ա եղել, անընդհատ ծիլ ա տվել, անընդհատ փչացել ա։ Տանեմ դնեմ ուրիշ ամանի մեջ, խելոք մնա։ Խելոք մնա։ Վերջացնեմ իմ գործ։ Էնպես որ հետնել բոնուս շահեցի։ Շատ սիրուն ծաղիկ ա իրականում, կարծեմ սպիտակ կամ վարդագույն պիտի լինի։ Ու արդեն ծլած պատրաստ վիճակում ա, նայեք ինչ լավ ծլեր ունի։ Տանեմ դնեմ Դավիթ կար, շունիկը հաչում ա, որովհետև կապել ենք իրան երեկվանից, ինքը սովոր չի, որ կապում են իրեն։ Նոր եմ ուղակի բաց թողել, ինքը բան ա, հələ նոր ա ֆրֆռում։ Մլասասներին բաց թողել ես։ Չէ, տղես, մի հատ հանենք, որ չկռվեն իրար հետ, հիշում ես ոնց էին կռվում։ Հիշում եմ։ Մոռացել էի, որ լիմոնի հետ կապված պիտի լայֆհակ ասեի ձեզ, երեխեք ջան, ուրեմն մի քանի տարբերակ կա, ինչի ձեր լիմոնը բերքի դուրս չի գալիս, կամ ինչի է ծաղկավիժում անում, բերքն է վրայից թափվում, մի քանի տարբերակ կա, կամ լուսավորությունը ճիշտ չի, լիմոնը ինքը սիրում է շատ լուսավոր տեղ, ես իր տեղը չի հիմա, ես իրան տանելու եմ տեղավորեմ, լուսավոր տեղ եք ընտրում, անմիջական արևի ճառագայթներ չլինի, բայց լինի լավ լուսավոր տեղ։ Երկրորդը խոնավությունն եք ճիշտ պահում, լիմոնը ինքը խոնավ բույս է ու սիրում է, որ միշտ թաց լինի տակը։ Շատ չեք ջրում, բայց նայում եք, որ չչորանա ինքը։ Բալանս, ոնց որ ջուրը բալանսավոր եք։ Եվ երրորդը, եթե ծաղկավիժում անում անընդհատ, ուրեմն ձեր բույսը դեռ պատրաստ չի բերք պահելու, այսինքն ճյուղերը այսենց շատ բարակ են, տեսեք, ճյուղերը գոնե պիտի հաստ լինի, որ ինքը կարողանա բերք պահի իր վրա։ Բույսը հասկանում է, որ պատրաստ չի ու թափում է պտուղները։ Բայց եթե ամեն դեպքում դուք այդ բոլոր պայմանները անում եք, լավ լուսավորված տեղում է, ջրում եք նորմալ, հաստ ճյուղեր ունի ու էլի բերքի դուրս չի գալիս, մի հատ տարբերակ եմ ձեզ ասում, կանեք, կոչվում է պրապոյկա։ Տեսեք ոնց է կամ հայերեն չեմ կարող թարգմանել, վերցնում եք սովորական խմորիչը, դրոժը, նույն հացաբուլկեղենի համար նախատեսված։ Ու ուրեմն 1 լիտր ջրին լցնում եք 2 ճաշի գթալ դրոշ, գոլ ջրի մեջ, սենյակային ջերմաստիճանից մի փոքր տակ ավելի, կես ժամ թողում եք, դրոժը ակտիվանում է, սիրուն խառնում եք ու 2 լիտր ջրի մեջ այդ առաջի 1 լիտրը բացում եք։ Ու ջրում եք ձեր բոլոր սենյակային բույսերը, բոլորին էլ կարելի է։ Կարող եք նման մանիպուլյացիան անել շաբաթական 1 անգամ, եթե բույսը շատ վատ վիճակում է, իսկ եթե սովորական օրինակ ուզում եք ուղղակի աճին խթանեք, անում եք ամսվա մեջ մի անգամ, շատ լավ աճում է, իր այն վիտամինները, որը հողից չի կարողանում ստանում է դրոժից, որովհետև դրոժի մեջ մենք գիտենք, որ կամ կաթնաթթվային մեծ քանակությամբ բակտերիաներ, հենց այդ բակտերիաներն էլ հողի մեջ հայտնվելով ստեղծում են բարենպաստ պայմաններ, որպեսզի ձեր բույսը սկսի աճել։ Այս սիրունը իմ մոտավորապես 2.5 տարի ընդհանրապես չէր աճում, ես իրան կարելի ասել կիսամեռ վիճակում
ամանը փոխեցի, ես էլ դա ինտերնետով էի տեսել, որոշեցի փորձեցի ու ոնց որ ասում եմ, փորձը փորձանք չեղավ, հիմա այսենց արդեն երրորդ անգամ աղջիկներ ինքը բերքի է դուրս գալիս ու պահում է մինչև վերջ, մինչև որ լիմոնը դեղնում է, պոկում եմ իրան։ Ինքը հիմա ինչը որ շատ է լինելու, օրինակ այստեղ տեսեք, քանի հատ է, 4-5 հատ է այս բարակ ճյուղի վրա, ինքը կթափվի այնքան է, ինչքան որ հարկավոր կլինի։ Մնացածը կմնա։ Եթե այս չափի ծառի վրա մոտ 5 լիմոն մնա, չնայած շատ է մնալու, դա արդեն իսկ լավ է, որովհետև շատի դեպքում էլ ճյուղերը կծանրաբեռնվեն, այս կիսադեղնած տերևները արդեն ինքը փոխում է ուղղակի, դրա համար է այս վիճակում նոր տերևներ են դուրս գալիս, մի խոսքով օգտվեք, աշխատող տարբերակ է։ Դե ինչ, ես իմ գործերը քիչ թե շատ վերջացրեցի, դուրսը քամի սկսվեց ուժեղ, հնարավոր չէր ինչ-որ բան անել, սուրճ վայել եմ մի հատ, բոլորիդ լավ օր, բաժանորդագրվեք ալիքին, իսկ ովքեր դեռ չեն տեսել, փոքրիկ տեսանյութ էի տեղադրել, շորթի տեսքով, որտեղ ասում եմ, որ Instagram-յան իմեջում այս պահին խաղարկվում է բավականին գեղեցիկ արդյունք, կարող եք անցնել, բաժանորդագրվել և մասնակցել խաղարկությանը, բոլորիդ լավ օր և մինչ նոր տեսանյութեր։